Ներկայացրեց, քանի որ քարը քարին չեն թողել, ապացուցում են, այսպես ասած, որ ինչ ասում է իրանցի գործարարները սուտ է։ Դուք արդյոք այս շրջադարձին սպասում էիք։ Տեսեք, սկսած Գագիկ Ծառուկյանի տունը խուզարկելու առաջին վայրկյանից, կալանավորումից, դրան հաջորդած ավելի շուտ սանձազերծված ապօրինի գործողություններից հետո մենք այս իշխանություններից ամեն ինչ այլևս սպասում էինք։ Սակայն որ այսքան ակնհայտ, այսքան ցայտուն կերպով գործող իշխանությունը ցույց կտա իր վախը, իր սարսափը այն կարգի, որ անգամ կանգ չի առնի ապօրինության առաջ, սա փաստացի, ինչպես քիչ առաջ փաստաբանը ներկայացրեց, ակնհայտ ապօրինի գործողություն է, որովհետև դադարեցնել նրա փաստաբանական լիազորությունները, մեկուսացնել Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի պաշտպանության գործով վարույթի գործի մասնակցությունից, այն պատճառով, որ նաև փաստաբանի հրապարակային հայտարարությունների, մասնագիտական վերլուծությունների արդյունքում այս հարցը ստացել է շատ մեծ հանրային հնչեղություն, իշխանությունները անգամ ակնհայտ ապօրինության առաջ կանգ չեն առնում, միայն թե ցանկացած կերպով կարողանան իրենց սարքած եւ իրենց կարած գործը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված դատարկ մեղադրանքներով քրեական գործը ավարտին հասցնել։ Ես իհարկե հասկանում եմ, որ իշխանությունները այն կարգի են իրականության զգացողությունը կորցրել, որ այսպես իրանցիների սուտ մատնության կարելի ասել հիման վրա Գագիկ Ծառուկյանի հանդեպ մեղադրանք են ներկայացնում, գործ են հարուցում, որովհետև գեր նպատակը Գագիկ Ծառուկյանին կալանավորելն էր այդ օրերին, բայց հիմա նույն իրանցիների, այսպես ասած, բողոքի գործ տալու հիման վրա մեկուսացնել փաստաբանին իր գործառույթները իրականացնելուց, կարծում եմ սա արդեն որևէ տրամաբանության չի ենթարկում։ Ես իհարկե հասկանում եմ, որ գործող իշխանությունների օրոք գործ տալու ինստիտուտը միակ կայացած ինստիտուտն է, որովհետև այս իշխանությունը միայն այդ գործելավոճն է քաջալերում, որպեսզի բողոք գրեն մեկը մյուսի վրա, որպեսզի գործ տան մեկը մյուսի վրա, հասկանում եմ, սա այս իշխանությունների ամենասիրելի գործելավոճն է, միայն սա է, այս գործելավոճն է ողջունվում այս իշխանությունների օրոք, բայց իրոք ցավակցում եմ պարոնայք եւ տիկնայք իշխանականներ այս ամեն ինչի հետ կապված, որտեվ դուք խայտարակվում եք, եւս մեկ անգամ սրանով ցույց տվեցիք, որ դուք խայտարակվում եք, որ դուք անգրագետ եք, որ դուք չեք տիրապետում անգամ իրավական ամենանվազագույն նյուանսներին, դուք խայտարակվեցիք միջազգային սպորտային աշխարհում կապարակնքելով օլիմպիական կոմիտեն, դուք խայտարակվեցիք միջազգային ներդրողների աչքի առաջ, որովհետև բոլորը տեսան, որ Հայաստանում ինչպես են վարվում ներդրումներ իրականացնող մարդկանց հետ։ Հիմա արդեն միջազգային իրավական հանրության առաջ եք խայտարակ լինում։ Շարունակեք նույն տեմպերով շարունակեք խայտարակվել։ Ոչ մեկ ձեզ չի կանգնեցնելու այս գործընթացում։ Բարի երթ եմ մաղթում։ Ներկայացրել են բողոքարկում բացառիկ են ներկայացրել փաստաբանները, փաստաբանների մի մասը իհարկե ներսում է, բայց քանի որ կոնկրետ Երեմ Սարգսյանի մասով կասեցվել է, այս պահին գործընթաց տեղի չի ունենում, քիչ անց կարծում եմ, որ մեր մյուս փաստաբանները Էմինե Խաչատրյան ավելի հանգամանորեն կներկայացնեն հիմնավորումները, որովհետև Երեմ Սարգսյանը ներկայացրեց, որ առերեսումը ունի այսպես գործնական տարանջատում, յուրաքանչյուրը զբաղվում էր իր գործով, բայց կրկնում եմ, սա ողբերգություն է, իրավական համակարգի իրոք կարելի է ասել, որ մահկանացուն այս օրերին կնքվում է, որովհետև Իրանի քաղաքացին բողոքում է, որ Երեմ Սարգսյանը իրեն խայտարակում է Իրանում իր հրապարակային հայտարարություններով եւ ներկա է եղել այդ գործարքի կնքման ժամանակահատվածում, նա չի կարող մասնակցել եւ մեր իշխանությունները ամենայն այսպես ջանասիրությամբ, ջերմեռանդությամբ որ բացահայտում են իրականացնել։ Ես ամենևին չեմ զարմանա, որ նույն իշխանություններն են կամ այն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս քաղաքական հաշվեհարդարը, այսպես հաշվեհարդարի հրահանգ տվող մարդիկ են նույն այս Իրանի քաղաքացուն այսպես գլխի գցել, որ կարելի է նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Ես այլևս որևէ բան չեմ բացառում։ Շարունակվում է այդպես։ Իրավիճակը նույնն է, մի մասում գույքագրում է իրականացվում։ Քանի աշխատակցի մոտ 10-ից ավելի ձեռնարկության գործունեություն այս պահին կասեցված է, շուրջ 10,000 մարդ այս պահին հարկադիր պարապուրդի է մատնված։ Առաջին օրերին, որ հայտարարել ենք այդ ձեռնարկությունների անունները, բացառապես միայն Արարատ ցեմենտն է վերագործարկվել, դա էլ այն պատճառով, որ երկրում շինարարական կոլապս էր առաջացել, պարզապես որովհետև ցեմենտի հումքի մատակարարումը չէր իրականացվում, մնացած բոլոր ձեռնարկությունների մասով որևէ դրական տեղաշարժ այս օրերին չկա։ Եղել է մտածներ միջնորդավորված Ծառուկյանը դադարեցնի քաղաքական գործունեությունը եւ Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ որևէ մեկը նման համարձակություն չի ունենա նման ուղերձով Գագիկ Ծառուկյանին դիմելու համար։
Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է եւ սրանով ամեն ինչ ասված է։ Մենակ այն համբերեւը։